Եվ Աստված կամեցավ, որ այս մարդին կանչի իր երկնային փառքին մասնակցել։ Եվ դրան կանչողը Եղիան էր, Աստծո մարդ, որ անցել է լուրջ հոգևոր մեջ ճանապարհ, մի մարդ, որը մահ չի տեսել երկակնդի վրա, մի մարդ, որ Աստված շատ է խոսել հետը, եւ անցել է մեծ հոգևոր տառապանքների ճանապարհ, եւ Տերը եկան մրիկով երկինք պիտի վերցներ։ Տերը արդեն հայտնել էր Եղիային, որ ես քեզ մրիկով դի երկինք վերցնեմ։ Ասում է Եղիան եւ Եղիսեն Գաղգաղա գնացին։ Ուզում եմ ցույց տալ, թե Գաղգաղա ինչ է ներկայացնում, այդ ինչ վայր է։ Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, կարդալով առաջի թագավորաց գիրքը, ինչպիսի վայր է եղել Գաղգաղան։ Սա գրված է առաջի թագավորաց 7-րդ գլուխ 15-ից 17 խոսքերը։ Եվ Սամվելը իր կյանքի բոլոր օրերի մեջ Իսրայելը դատեց։ Եվ տարվե տարի Բեթել, Գաղգաղա ու Մասապ կերտային կպտեր, եւ բոլոր այն տեղերը Իսրայելը կդատեր։ Գաղգաղային գնում։ Ինչ էին անում Գաղգաղայում։ Եվ Սամվել ժողովրդին ասավ, եկեք Գաղգաղա երթանք, հոն թագավորություն նորեն հաստատենք, ասենք Սաուղի մասնախոսք է, որտեղ ուստի բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, հոն Գաղգաղայի մեջ Տիրոջ առջև Սաուղ թագավորին եւ հոն Տիրոջ առջև խաղաղության զոհ մատուցին։ Եվ Սավուղը եւ բոլոր Իսրայել մարդիկ հոն մեծ ուրախություն արին։ Այսպիսի մեծ ուրախություն ուրիշ տեղեր չի գրվում թագավորաց գրքերում Իսրայելի կյանքում։ Գաղգաղան մի տեղ էր, զոհատեղ էր, որտեղ խաղաղության զոհ արեցին, եւ ամբողջ ժողովուրդը մեծ ուրախություն ունեցավ։ Այսօր այդ զոհատեղը Գողգոթայում է, ամենամեծ ուրախությունը մարդկության համար, որ այդ ուրախությունը անվերջ է, հավիտենական է, անփոփոխ է, եւ դա պարգևում է Գողգոթայի խաչը, Աստված ուզում է քեզ տանի սկզբից Գողգոթա, որտեղ հոգևոր կյանքը սկսում է Գողգոթայից, Քրիստոս ճանապարհը սկսում է Գողգոթայից, չկա Գողգոթա, չի լինի Բեթել, չկա Բեթել, չի լինի Երիքով, չկա Երիքով, չի լինի Հորդանան, չկա Հորդանան, չես տեսնի հափշտակություն։ Սուրբերը հափշտակվում են, Քրիստոս լրիվ կյանք հագած, Քրիստոսիները հափշտակվում են, իսկ ովքեր որ Քրիստոսիները չեն հափշտակվում, թեկուզ նրանք ջրով հոգով մղրտված են։ Եթե դու ուզում ես հափշտակվես, Հայտնության 7 եկեղեցում գրված է, ով հաղթի, հաղթողներն են հափշտակվելու։ Իսկ եթե մարդ ուղղակի հավատում, զղջում, մեղքերի լվացում ստացել, Կորինթացի ծխտի մեջ, Աստծո եկեղեցում, սրբ պասներին, Սուրբ լալու կանչվածներ, ստորակետով է գրված, եւ Քրիստոսյանուն կանչողները։ Ինչու է գրած Աստծո եկեղեցում, սրբ պասներ, Սուրբ լալու կանչվածներ եւ Քրիստոսյանուն կանչողներ։ Հարց եմ տալիս ես, թող բոլորին գրել Աստծո եկեղեցի, ուրեմն Աստծո եկեղեցին դրանք սուրբերն են,
Իսկ սուրբրալու կանչված են, պետք է նոր դառնան սուրբ, կյանք ապրեն։ Սրբված են, բայց դեռ սուրբության չեն հասել։ Եվ այսօր շատ դինոմանացիաներ կան աշխարհում, որ ընդունում են մի հատ փրկություն, ուրիշ ոչ մի բան։ Դուք լսեցիք Հուդայի թուղթը, գրում են ձեզ հասարակած փրկության համար, բայց ես միտ դրեցի, հորդորում եմ ձեզ, մրցեք այն հավատքի համար, որ սուրբերին հավանվեցավ։ Եվ ինքը գա փառավորվի իր սուրբերի մեջ եւ հավատացյալների մեջ։ Ուրեմն հափշտակությունը շատ լուրջ խնդիր է։ Այսօր աշխարհի շատ քրիստոնեական ուղղություններ միան ասում են հավատալ ու փրկվել, վերջ։ Հափշտակվելու են միան սուրբերը, ովքեր իրանց այս տեղը որ կկարդան, որ այսօր մենք խոսելու ենք այս ճանապարհի մասին, ինչու Աստված գաղգաղայում չխոսեց խոստում տալու մասին Եղեսեի, ինչու Բեթելում չխոսեց, ինչու Երիքովում չխոսեց, Հորդանան անցան նոր։ Աստված հափշտակության լուրջ խորհուրդը չի բացի քեզ, եթե դու չանցնես այդ կայաններով։ Աստված ծրագիր ունի, Աստված իր խոսքով է առաջնորդում հավերժությունը եւ իր եկեղեցին։ Իր եկեղեցին գիտեր երբ ծնել, մարգարեները երբ ծնել, մեր աշխարհ եւ այս բոլոր ծրագիրը Աստծո ծրագիրն է եւ այս Աստվածաշունչը Աստծո հավիտենական ծրագիրն է, որ հայտնում է մարդուն, որպեսզի մարդը խոնարհվի, հնազանդվի այդ ծրագրին, մենք այդքան խելացի չենք, որ մենք Աստծուն ծրագիր առաջարկենք։ Ես ինքս ինձ համարում եմ հիմարների հիմարը, Աստծո խոսքի եւ Աստծո առաջ։ Անմիտների անմիտը, կորսվածների կորսվածը, հետամնացների հետամնացը, եւ մի խոսքով դատապարտվածը հավիտենական մահվան Աստծո օրենքի համաձայն։ Եվ ես ոչ մի արժանիք չեմ տեսնում ի մեջ, եւ ոչ մի իմաստություն չեմ տեսնում ի մեջ, որ ես Աստծուն թելադրեմ։ Ես հասկացել եմ, որ անհավատ ժամանակ ես եղել եմ անխելք, անմիտ, մահվան ստրուկ, սատանայի ստրուկ, մեղքերի մեջ մեռած եւ կորսված մեկը։ Եթե ես եկել եմ հավատքի նորից իմ իմաստությունը, իմ կամքը, իմ ցանկություններն եմ թելադրելու Աստծուն, նշում ես Աստծուն չեմ հավատում, որ դա ամենագետ է, ամենատես է, ամենազոր է եւ ամեն բանի մեջ ինքն է հավերժ։ Դու սրան չես հավատում։ Եթե հավատաս, դու կասես ես հիմար մարդ եմ։ Ես անխելք եմ, որ իմ խելքով եմ ապրում։ Ուշադիր լսի ինչ եմ ասում, ուշադիր լսիր։ Եդեմական պարտեզում ապրող Ադամը, որ դեռ մեղ չէր գործել, ստեղ նստած, ոչ թե ստեղ նստած, եկագնդի բոլոր մարդկանցից խելացի եղել։ Լավ լսի։ Աշխարհում ինչքան մարդ ծնվեք է աշխարհ, բոլորի իմաստությունը գումարես իրար հետ, Ադամի իմաստության մոտ 0 է։ Ամբողջ աշխարհը հավաքես չեն կարող կենդանի թռչունի անուններ ասեն միասին, բայց Ադամը գիտեր, որի անունը դնում է, եւ չէր մոռանում, որ այդ անունը արդեն մեկի վրա դրել է։ Եվ հիշում էր լրիվ, որտեղ նա Աստծո նման էր։ Նրան քնցեց, նա վեր կացավ, ասեց, դու ոսկոր ես ոսկոր, մարմին ես մարմից։ Որ մարդը կարած ես բանանի առանց Աստված այդ հրաշալի իմաստության հանճարեղը։ Աստված մարդին տենց աստեց է։ Այդ մարդը իր խելքով ապրեց և դրախտից բրնդվավ։ Եթե չմեղաչած Ադամը իր խելքով ապրեց դրախտից բրնդվավ, բմեղանչած Ադամը, որ իր խելքով ապրի, հավիտյան կբրնդվի։ Այսի շատերը չեք հասկանում։ Դուք ձեզ դրել եք գիտունի տեղ, իմաստունի տեղ, խելացի տեղ,
Ինչա որ կարող է մերկու տար մյուսից ավել գիտես, մերկու ինֆորմացիա ուրիշից ավել գիտես, կամ քո հերը կամ մերը կամ աղբերը կամ հորողբերը քերի մի քիչ պաշտոնավոր են, դու ուրիշին արհամարում ես, բայց դու չգիտես, որ բոլոր մարդիկ Աստծո խոսքի մոտ հիմար են։ Այս աշխարհի հիմարություն Աստված մարդ չի, որ դու նրա հետ առևտուր ես զումանես։ Քո հասկացած Աստվածը գոյություն չունի, բայց արարիչ Աստվածը, հավիտենական Աստվածը, հավիտյան քեզ սիրող Աստվածը, հանճարեղությամբ ստեղծող Աստվածը, ամենակարող եւ ամենատես Աստվածը, հավերժությունն անատեսնում։ Նա հավիտենական դարից հետո տեսնում է ինչ պիտի անես դու եւ ես։ Տեսնում է ինչ պիտի անի ամեն մի անձ։ Նա ամենատես է։ Դրա համար ճանաչելով սահմանում անա։ Դեռ դու չեղած, դեռ գոյություն չունեցած, նա տեսնում է ինչ պիտի աներ Հուդան, ինչ պիտի աներ մյուսը եւ գրել Աստված։ Նա ամենատես է եւ ամենակալ է։ Դու նրա հետ պետք է լուրջ երկրպագության կաս։ Այն ինչ որ գիտես աշխարհում, դրանք Աստծո մոտ աղբ է։ Եթե դու չապաշխարես, քո այդ աղբի հետ վառվես երկակնդի վրա, շուտով ես երկինքն ու երկիրը վառելու Աստված։ Առաջի աշխարհ վառելու է, չի խնայելու ոչ մեկին, որտեղ բոլորը ապստամբ են Աստծո առաջ, եւ Աստված իրեներին կվերցնի, իր սուրբերին կվերցնի, եւ աշխարհ այնպիսի ահավոր պատիժներ կա, հայտնության գիրքը գրում է, պետք է թափի դրանք։ Չես կարա փախնի Աստծո արշավից։ Լուրջ մտածի, ուր ես քնում, ում հետևից ես քնում, որն է Աստծո ճամփան, մտիր այդ ճանապարհը։ Խելացի եղիր։ Քեզ այս կյանքը ժամանակավոր է տրված։ Այս կյանքը հավիտենական չի։ Այս կյանքը տված է, որ դու հավերժությունը որոշես կամ Աստծո հետ, կամ Սատանայի հետ։ Խելացի եղիր։ Մի փոխիր վարկյանը հավերժության հետ։ Անմիտ մի եղիր, Սատանային գեր մի եղի, մեղքի հետ մի բարեկամացիր։ Քո Աստված մեղքին պատժել է, որ քեզ հետ բարեկամանա, որ քեզի տանի Գողգոթայի ճանապարհը։ Չկա Գողգոթա, Բեթել չի ծնվում, չի ծնվում, դի Գողգոթա կնաս, մինչև քո հիմարդը չխաչվի, քո ներսը Բեթել չի լինի, Բեթել նշանակում է Աստծո, երբ որ Հակոբը գնում էր դեպի Լաբանի երկիր, գլխի տակ քար դրեց, երբ որ նա վեր կացավ ասեց, այս տեղը Աստծո տուն է կոչվում, Բեթել անվանեց նա։ Եթե չկա Գողգոթա, քո ներսը Բեթել չի կարա լինի։ Մի խաբի քեզ, մի ծածկի քեզ, մի քանի հատ բարեգործությամբ, Քրիստոս քո մեջ չխաչեց քո հին մարդը, քո ներսը Բեթել չի կարա լինի։ Լավ մտածի, հեքիաթ չեմ խոսում եմ մեկի մասին, որ ստեղծել է քեզ, խոսում եմ մեկի մասին, որ իշխանություն ունի հավերժության վրա եւ քո վրա։ Դու իրականքից դուրս չես փախնի։ Մեղք գործես Էլի ասածով ես անելու։ Սրբությունն անես Էլի ասածով ես անելու։ Եվ գրքում գրված է, ովքեր մեղանչելու են, ովքեր հեռանալու են, ովքեր ինձ արհամարելու են, դրանք պետք է դառնություն ու տառապանք, հոգու տառապանքից պետք է ոռնան։ Կարդամ լսի, որ դու իմանաս, կգա որ կոռնաս, եթե Աստծուն մոռանաս։ Եվ սա Աստված ասում, դու լուրջ եղի եւ մտածի, այս օրերը որ անցան, ունայն անցկացի շատերը, կարող ունան անցկացնես մինչև կյանքիդ վերջ անգամ, բայց ես քեզ ուսում եմ, թող Աստծո խոսքի սուրը կդրի քեզ մարմնի կյանքից, Աստծո խոսքի կրակը վառի քեզ մարմնավոր բոլոր ցանկություններից եւ Աստծո խոսքը մուրճի պես կոտրի քո չկոտրված կողերը եւ խոնարհվի Աստծո առաջ։ Դες ինչ ասում։ Անորամարտեր Յովան այսպես սկսե,
Այն ծառաներս պիտի ուտեն, բայց դու անոթի պիտի մնաս։ Այն ծառաներս պիտի խմեն, բայց դու ծառա պիտի մնաս։ Այն ծառաներս պիտի ուրախանան ու դու ամոթալից պիտի լաք։ Այն ծառաներս սրտի ուրախությամբ պիտի ցնցան, բայց դուք սրտի ցավետ պիտի աղաղեք, հոգու ճշումին պիտի ոռնաք։ Սա ասում է նրանց համար։ Եթե Աստծուն ես պաշտում, պիտի ցնցաս, Աստծուն չես պաշտում, հոգու ցավից պիտի ոռնաս։ Շամ պես պիտի ոռնամ ես եւ դու, եթե չլսենք Աստծուն։ Սա Աստված ասում, ես չեմ ասում։ Սա Աստծու խոսքը։ Սա ես չեմ գրել, ոչ էլ իմ պապերն են գրել, ոչ էլ քո։ Սա Աստված հրամայել է մարգարեին ասա գրես խոսքերը, գրես այդ ժողովրդին, լսյով ժողովուրդ, եթե իմ ծառան լինես, ինձ հնազանդվես, իմ խոսքի առաջ խոնարհվես, ուրախությամբ, ցնծությամբ դիվայելես ինձ եւ հավերժությունը, բայց եթե չլսես, կգար հոգուց, սովի ու ցավից, պիտի ոռնաս եւ կարող է լսով չլիքես։ Լսով չլիքես։ Խնդրեմ, գրի քո մոտ առակած առաջի գլուխը։ Ձեր դժվար ասում է, իմ հոգի զրրատի թափեմ, ձեզ պիտի հասկացնեմ, ձեզ պիտի հանդիպեմ խրատներս, բայց իմ բոլոր խրատներս մերժեցիք, իմ բոլոր հանդիմանությունը չուզեցիք, ձեր դժվարությունները վրա պիտի ծիծաղեմ, աղոտ կանեք պիտի չլսեմ, ձեր չար ճանապարհներից պիտի կշտանաք դուք, բայց ինձ ապավինողը պետք է ապահովության վայելի ինձ, ուրիշ ճանապարհ չկա։ Դրա համար այսօր Տերը քեզ հրավիրում է Գաղաղա, որ այսօրվա Գողգոթան է, եւ Գողգոթայում դու պիտի հանդիպես, խնդրես ինձ իրավոտ ասես Տեր, բաց քո խաչելությունը, ես ուզում եմ ընդունեմ իմ մահը, որ իմ ներսը դառնա Բեթել։ Հալելույա Տիրոջը։ Ովքեր ուզում են Բեթել դառնալ, ովքեր ուզում են Գաղաղա գնալ, ովքեր ուզում են Երիքով անցնել, մինչև ներսը Բեթել չլինի, Երիքովը քո մարմինն է։ Երիքո Փարիսները երբ քանդվան։ Երբ քանդվան Փարիսները։ Եվ որ Իսրայել ժողովուրդը 7 օր ամեն օր մի անգամ փառաբանելով մանեկավ։ 7-րդ օրը 7 անգամ վերևից քար գալիս էր, թուքումուր գալիս էր, կավաննետ էլ գար։ Բայց Աստծո ժողովուրդը լուռ ու մունջ արեց Աստծո հրամանը եւ այդ Փարիսները այսպես փլան, այս էս փլան։ Սեշ չեղքվա միշտեղից ու փլան երկու կողմը։ Երկաշարժը կամ սենց անում, կամ սենց անում։ Երկաշարժ էր, դա Աստծու ժողովրդի փառաբանությունն էր, որ բացացավ Աստված չեղքեց, սենց փրծրեց, բայց այդ Փարիսի վրա մի տուն կար, որ չփլավ։ Աստված ուզում է քո Երիքովը փլցնի, Երիքովը քո մարմինն է։ Քո մարմնավոր բոլոր բնական ցանկությունները պետք է հաղթի։ Դու զգաս, որ քո մարմինը ենթարկվում է Սուրբ Հոգուն։ Առավոտ կանու խորհրդանաս տենաս, որ քո մարմինն էլ ուզում իրան։ Պետք է անցնես այս ճանապարհը։ Մի խաբիկես, նկարելով, երգելով, քարոզելով տեղ չես հասնի։ Ոչ էլ են սուսուփուս նստելով։ Այս բաները, որ ես սովորել եմ, եւ ապրել եմ, եւ անցել եմ, եւ ավելի եմ խորանում, մեծ արդյունքների ողբերի ճանապարհ եմ անցել։ Ամեն շաբաթ երեկորդ ծոմերի ողբերի արդյունքների ճանապարհ ենք անցել։ Նեղությունների տառապանքների ճանապարհ ենք անցել։ Եվ այդ տառապանքի մեջ միայն մեր աչքերը ուղղված են Խաչարին, Հիսուսին, հորնակենդանի ավիճանս ավիճանից։
դուրիշտեղ մինայի, մարդկանց մինայի, մարդկանց նայես կշվարես, մարդկանց նայես կշպոտվես, Տերը ինձ սովորացրել է, որ նայեմ միայն իրան, նայեմ հավիտենական հայրը, նայեմ վեմը, նայեմ թիկնապան, նայեմ ամեն բանի մեջ, իմ կյանքի մեջ, մարդիկ չեն, մարդիկ ունայնություն են, մարդիկ ստություն են բոլորը, Աստված կենթանի ու ճշմարիտ է նրա խոսքը, խոնարհվի նրա խոսքի առաջ, այսօր հրավիրում է արարիչը քեզ դեպի Գողգոթա, եթե չես անցե Գողգոթան, գնա այսօր, մի ուշացրա, կդառնաս Բեթել, երբ որ Աստված ապրի քո մեջ, դու դառնաս Աստծոտուն, Աստված պիտի ապրի քո մեջ, որ մարմինը քանդվի, մարմնի օրենքները քանդվի, բնական օրենքները քանդվի, եթե Աստված քո մեջ չապրեց, Երիքովը չի քանդվի, դու չես կարող անես ասես, Երիքով քանդվի, այսօր ինչքան հավատացյալներ կան, ներսը աղոթում են, այցելում են, բայց մարմինը խեղճացնում է իրանց, մարմինը հալածում է իրանց, մարմնավոր ցանկությունները խեղդում են իրանց, մարմնավոր պրոբլեմները սպանում են իրանց, Քրիստոս չի եկել աշխարհ, որ մարմինը չդառնա Սուրբ Հոգու մասը, կրմած գրածա, ձեր հոգին, մարմինը, շունչը, պիտի Սուրբ փառավորեն ձեր Աստծուն, Ալելույա Տիրոջը, մենք եկել ենք անցնելու Երիքովից հետո նոր Հորդանան է գալիս, տեսեք սիրելի եղբայրներ քույրեր, եւ այնտեղ այդ ճանապարհին բաներ կա, որոնք որ կարող է պատահեն ձեզ էլ, կարող է պատահեն մարդիկ կան, ասма, երբ որ Տերն ասեց, Եղիայի միջոցով ասեց, Եղիսե, դու հոս մնա, Եղիսեն ասա, Եղիսե, դու հոս նստե, քանզի Տերը զիս Բեթել գրկեց, Եղիսեն սավ Տիրոջը, կենթանի է, Տերը կենթանի է, քո անձդ կենթանի է, որ ես քեզ չեմ թողու ու Բեթելի ջան։ Եվ Բեթելի մեջ գտնող Մարգարից որդիները Եղիսեին ելան անորսին, գիտես որ այսօր Տերը քո գլխեդ պիտի առնե, անիկա սավ, ես սալ գիտեմ, լուր կեցեք, Եղիանը սավ, ով Եղիսե դուն հոս նստե, քանզի Տերը զիս Երիքով գրկեց, եւ անիկա սավ, Տերը կենթանի է, քո անձդ կենթանի է, որ քեզ չեմ թողու Երիքովի ջան։ Եղբայրներ քույրեր, մեր կյանքում էլ կարող է պատահեն մարգարեներ։ Հիշում եք, մի ծեր մարգարե այդ երիտասարդ մարգային Տերն ասել կեթաս, ես ինչ հրաշք կանես, ես ինչ սեղանը կքանդես, բայց ընդ ոչ հաց կուտես, ոչ ջուր խմես։ Ծեր մարգարեն եկավ ասեց, Տերն ինձ ասեց, որ դու պիտի գաս իմ տունը հաց ուտես, ջուր խմես։ Եվ ինչ եղավ, նստավ էշը գնաց, չէ, էշին թողեց, մարգարեն կերավ։ Այսօր քեզ էլ կարող է հին հավատացյալներ ասեն ինչ խելք ես եկե, դու մեկի սրբությունից մեկի հեռու մնա։ Երիտասարդ քույրիկներ եք, երկու երեխա ծավել երեխա չբերեք։ Էդի են հետամնաց եղբայրներն են քարոզե 30 տարի առաջ։ Մոդայիկ այս աշխարհային կերպարանքով ասում չապրեք, գնացեք, աշխարհ մտեք, աշխարհ վայելեք։ Են ձեր քարոզիչներ առաջվա հիմար են եղել, որ տես բաներ են քարոզեցես։ Մարկեշտությունը ջնջեք, շպրտեք։ Ինչքան կարաք աշխարհի նմանվեք։ Դա է կյանքը երկնային։ Այսօր հնչում են այդպես քարոզներ ձեր ականջների ձեր սրտերին։ Բայց ոչ մեկը չի ասում, որ պետք է բնական կիրքեր ու ցանկություններ անգամ խաչվի այդ Երիքովը։ Ուր մնաց մարմնավոր ապականյալ ցանկությունները, հեթանոսական կիրքերը, անսանց կիրքերը,
Դրանցից պետք է ազատվել անբնական գիրքերից, բայց Տերը սովորացնում է, որ պետք է ես քեզ ազատեմ քո բնական գիրքերի իշխանությունից։ Սա Աստված է ուզում անի։ Ես մի հատ փոքր դիպացք եմ ուզում պատմել։ Ես ինչ որ ապրել եմ եմ խոսում։ Ես հիշում եմ դա։ Եվ նման դեպքեր տարբեր ձևերի մեջ շատ է եղել։ Դրանք կարիք չկա խոսել։ Մի փոքր օրինակ եմ հիշեցնում։ Երբ որ Երևանի բանտից ինձ պետք է հանեին եւ ուղարկեին դեպի Բաքու, դեպի Ասխան, Վոլգրադ, ուրեմն այդ Ստալապին կոչված մեքենայը ինչքան մարդ կասես լցում են եւ շները բաց են թողում, որպեսզի լրիվ խցկվեն իրար վրա։ Կամ դի լցվեք իրար վրա, կամ դի շները կծեն քեզ։ Հիմա ծխում են մարդիկ, բոլորը ծխողներ են։ Ու մենակ ռեշոտկով լուսամուտներ կա։ Այդ ծխելուց սիրտս այնց խառնեց, այնց սարսափելի խառնեց։ Ես քիչ ելնում հետ տայի այդ մարդկանց վրա։ Ես որ տեսա, որ իմ մարմինը չի ենթարկում արդեն ինձ, պետք է հետ տամ արդեն։ Ես ամբողջ էությամբ ներցիել չնայեցի վարանյոկում եմ, կողս հանցագործներ կան լիքը լծված, տեղ չկա, ամբողջ հոգով սկսեցի հոգով աղոթել։ Ամբողջ էությամբ իշքան ներսս հավատքի զորություն կար։ Այդ աղոթքի ժամանակ ես զգացի արդեն մարմին չունեմ։ Ինչ հետ տա, ինչ մարմին, լրիվ հոգի եմ, մարմին չունեմ, ոչ մարմին ցավ եմ զգում, ոչ վարանյոկի տոտն ու շոկն եմ զգում, ոչ էլ զգում եմ, որ հետալու հատկություն ունեմ։ Ով անջատեց ինձ դրանից։ Աստված կարող անել, թե չի կարող։ Կարող անել։ Ուղղակի մենք որ չենք ապրում այդ կյանքը, չենք էլ հավատում։ Չենք հավատում։ Ասի Տեր, դու Սեդրակ Միսակ Հագնոկին անենց արեցիր, մշահոտ չեկավ կորան, ես քո սավակն եմ, ու լացով աղաղակի։ Աստված ինձ անջատեց մարմնից։ Եթե նա մարմնից անջատել գիտի, մարմնի օրենքներից էլ անջատել գիտի։ Սա որ չես ապրել դու, քեզ մաթետ է հեքիաթ է։ Աստված կարող ազատել մարմնի բոլոր օրենքներից եւ քեզ հոգու մեջ ապրեցնել։ Քո Աստված կենթանի Աստվածը, այս մարմին ինքն է ստեղծել։ Այս մարմնի օրենքները նա կարա փոխի։ Հիշեք, ջուրը պատի պես չի կայնում երբեք։ Դա ոչ մի ֆիզիկական գիտնական չի կարա բացի, որ ջուրը պետք է պատպես կանի, բայց Մովսես որ հրամայր, ջուրը պատի պես կայնավ ասենց։ Առանց փեդի, առանց տախտակի։ Բնական օրենքները ենթարկվում են Աստծուն, որտեղ այդ օրենքները ինքն է դրել, ինքն հրամայեց։ Ծովը պետք է բացվեր եւ պատի պես կանգներ։ Այնքան ժամանակ, մինչեւ վերջի հрьян դուրս գար ծովից։ Եվ այդ հրաման տվեց արեգակին չորացնել, որպեսզի նրանք դա ցեղտիլ էր։ Կեթայուն կխրվեին մեջը կմնային ժողովուրդ։ Արեգական միջապես չորացրեց։ Աստված ամենակալը։ Քո մարմինը ինքն է ստեղծել, այդ բնական օրենքները ինքն է դրել, ինքն էլ կարա խախտի եւ խաչը հանի։ Դու չես հավատում, որ այդպիսի Աստծուն հետ գործ ունես։ Դու չես պատկերացնում ով Աստված։ Համար երբ որ երիքով հաղթվի, նոր քեզ համար կանցնես լրիվ հոգու աշխարհ։ Մարմինդ էլ ենթարկվելու հոգու աշխարհին։ Սա ճանապարհը, որ պիտի անցնենք երիտասարդներ։ Սա ես պարտավոր եմ ասել ձեզ, սա Սուրբ Հոգին է սովորացրել ինձ, եւ այդ հաղթական կյանքը տվել է ինձ։ Ես ամուսնացել եմ 52 տարեկան հասակում։ Երիտասարդական ցանկություններ, շատ խնդիրներ եղան իմ կյանքի մեջ։ Տկարություններ եմ ուզեցել, անկումներ եմ ունեցել, բայց ողբերով հասել եմ հաղթանակի։ Աստծո սովորությամբ։ Հաղթանակի, իսկական հաղթանակի, ոչ թե մարդկային, այլ Քրիստոսի շնորհքի զորության շնորհիվ։
ով որ փապագի հասցնում նրան, ով որ ձգտի, ով որ ամբողջ սրտով ամբողջ հոգով փապագի կգտնի նրան եւ Տերը կհանգստացնի նրան բոլոր խնդիրներում։ Նա կենթանի է երիտասարդներ։ Ձեր հույսը մի կապեք որևէ մեկի հետ, կապեք Տիրոջ հետ, կապեք այս գրքի հետ։ Ես գիշեր ցերեկ տարիներ շարունակ կապված եմ այս գրքի հետ։ Եվ ոչ մի մարդ իմ համար այս գրքից բարձր չի։ Ուզում աշխարհի առաքյալ, ուզում եպիսկոպոս, չգիտեմ ուզում անի։ Ինձ համար մի հատ հեղունակություն կա, Աստված եւ իր խոսքը։ Ես ուզում եմ, որ ձեր մեջ մի հատ հեղինակություն ունի, Աստված եւ իր խոսքը։ Ոչ մի մարդ ձեզ համար հեղինակություն չլինի։ Ես սա ուզում եմ բոլորիդ մեջ լինի։ Պողոս առաքյալը երբ որ Կորինթոս գնաց, տեսա որ Պողոսյաններ կային, որոնց մեջ ինքը մեծ հեղինակություն էր։ Պողոս առաքյալը սուրը քաշեց Աստծո խոսքը, իր վիզը կտրեց։ Ասեց ով է Պողոսը։ Ով է Պողոսը։ Տերն աճեցնողը, Տերն է ձեր հայրը, նրան ապավինեք, նայա ձեզ աճեցնողը, նայա ձեզ երկինք տանողը, նայա խաչվել ձեզ համար, Պողոսը չի խաչվել, ոչ էլ Պետրոսն է խաչվել, ոչ մեկ չի խաչվել ձեզ համար, Գողգոթայում խաչվել է Աստծո գառը, որ քո մեջ սպանի մեղքի բուն չլնես, հին մարդի բունը չլնես, այլ Քրիստոս նոր մարդը ապրի քո մեջ, առանց խաչի չի տեղնում, Պողոս դրա համար ասում է, Քրիստոսի հետ խաչելա, էլ կենթանի չեմ ես, Քրիստոսն է կենթանի այստեղ, հալելույա, ես կենթանի չեմ, Քրիստոսն է կենթանի այստեղ, ապրում, սա իր տունն է, Էստան մեջ նա իրավունք ունի ապրի և նա որոշումներ կայացրի, ես ուղղակի վայելում եմ իրան և աշխարհը տեսնելու կարիք էլ չունեմ, ինչպես եղբայրս քարոզեց հոգու աչքերով բացված, տեսնում եմ իմ մեջ բնակված սքանչելի իմ խորհրդակցին, եթե քեզ համար Քրիստոս սքանչելի չի, նա քո խորհրդակից չի դառնա, երբ որ դու խորհրդակցես նրա հետ, նա կդառնա քո հզոր Աստվածը, երբ որ նա քո հզոր Աստվածն է, դու այնքան կհարազատանաս, նա կդառնա քո հավիտենական հայրը, երբ որ դու զգաս նա քո հայրն է, խաղաղության իշխանությունը խաղաղությունը կտիրի քո մեջ հավերժ, եւ ոչ մեկը չի կարա այդ իշխանությունը, այդ խաղաղությունը վերցնել քո ձեռից։ Եթե մարդիկ երկու խոսքով, երկու հարկով խախտում են ձեր ներսի ուրախություն ու խաղաղությունը, որ դու ինչքան թույլ ես կապված երկինքի հետ, ինչքան թույլ ես կապված Աստծո հետ, որ մի հատ ճիճու խախտում է քո խաղաղություն ուրախությունը։ Եվ դու բորբոքվում ու չարանում ես։ Երիքով, որ հաղթես, կդառնաս Բեթել։ Բեթելը դա լրիվ հոգևոր աշխարհ է։ Մարմնի աշխարհ չկա այնտեղ, արդեն անցնում ես, եւ այստեղ կարդանք, տեսեք ինչ ասում Աստված։ Եղեսեն արուսավ, դուն հոս նստեք հանց Տերը զիս հորդանակ գրկես, անիկ ասավ, Տերը կենթանը ու հանձդ կենթանի է, որ քեզ շեմ թողու, երկուքնալ գնացին, եւ մարգարեի որդիները 50 մարդ գացին դիմացը, հերոնց կայնեցան, անոնք երկուքնալ հորդանիքով կայնեցան, ու Եղիան իր վերարկուն առավ, ծալեց, ջրերու զարկավ, մեկ կողմ և մյուս կողմ բաժանվեցավ, երկուքն ալ ցամաքով անցան, ու երբ անոնք անցան, նոր Եղիսեն ասավ, Եղիսե, խնդրե, ինչ անեմ քեզ, քանզի ես քեզ մե վերցված չեմ։ Երբ ասեց, հորդանանը անցնելուց հետո, այսինքն Ստեղ մի քանի գաղտնիքներ կա ուզում եմ, որ ասեմ, առաջինը, Աստված տարավ Գաղաղը, տարավ Բեթել, տարավ Երիքով, անցկացրեց Հորդանան, նոր խոսեց, նոր ասեց, ինչ ես ուզում ասա, այսքան ճանապարհ որ դու անցել ես, և հաղթահարել ես, որ եկել ես, անցել ես հոգևոր պատերազմը,
Այլ որ գրքում գրած է մրցեք են հավատքին, որ սուրբեն հավատ, այսի սուրբերի մրցույթն է։ Այսի սուրբերի մրցույթն է։ Սուրբերը մրցում են։ Սուրբերը չեն կանգնում ոչ մի գիտեն։ Գիտեն, որ անց հավատքի առաջնորդը կատարողը Հիսուսն է։ Ալելույա Տիրոջը։ Քո հավատքի առաջնորդը կատարողը դու ես։ Դրա համար մի ուսատի քույրս, մի ուսատ եղբայրս։ Մենք տեսնում ենք Եղիան դա խորհրդապատկերում է Սուրբ Հոգուն, որ քո հետ է քո մեջ է։ Սուրբ Հոգին ասում է, արի տանեմ քեզ Գողգոթա։ Սուրբ Հոգին կարող ասի, ես Գողգոթայից դու Բեթել պիտի գնամ, որ տուն սարքեմ իմ հորս համար։ Դու ասում ես, չէ, գաղաղան էլ պետք չի գնամ։ Պետք չի գաղաղա գնամ։ Սուրբ Հոգին ասում է, արի տանեմ Գողգոթա, խաչվես դու, որ քեզ սարքեմ իմ հորս տունը, իմ Բեթելը ունես։ Սա Սուրբ Հոգին է քեզ ասում։ Եղիսեն ինքը որոշեց։ Դու պիտի որոշես գաղաղա գնալ Գողգոթա։ Դու պիտի որոշես Բեթել գնալ։ Մի ուսատվի քո հավատքի առաջնորդը քեզ մեջ մեկը կա Սուրբ Հոգին քո ներսն է։ Քո ուսուցիչը քո ներսն է։ Քեզ ճշմարտություն սովորացնողը քո ներսն է։ Մեղքը հանդիմանողը քո ներսն է։ Արդարությունը հանդիմանողը քո ներսն է։ Աշխարհի դատապարտությունը բացողը քո ներսն է։ Քրիստոսին քեզ բացողը տվողը քո ներսն է։ Դու հավատա դրան։ Հավատա դու դրան։ Վստահիր Սուրբ Հոգում, Սուրբ Հոգի ոտերենգիր երեխայի պես միշտ, ասա ինձ սովորացրու։ Ուսում եմ, ես շատ եմ լացել ասել, շատ, հիմա էլ եմ ասում։ Ասեմ ինձ երեխայի պես դարձրու, որ քեզ լսեմ։ Երեխայի պես սիրտ ուր քեզ խոնարհվեմ։ Դու իմ հավիտենական ուսուցիչն ես։ Ես քո հավիտենական աշակերտն եմ։ Հալելույա Տիրոջը։ Խոնարհվեք այդ Սուրբ Հոգու առաջ, որ ստեղ է ինքը հիմա։ Եվ նա ուզում է, որ ձեր մեջ կատարի ես փառավոր հրաշք այս գիշեր։ Նա ուզում է Գողգոթա տանի քեզ, Բեթել տանի քեզ։ Եվ գա հասնի այն օրը, որ դու հասնես այս խոսքին, որ կարդում եմ քեզ համար եւ ինձ համար։ Այս խոսքին է ուզում Տերը հասցնել քեզ։ Հոգին ու հարսը կսեն եկուր։ Հարսը եկեղեցին է, հոգին Սուրբ Հոգին է։ Այս Սուրբ Հոգին ուզում է քեզ այնպես անի, որ դու Սուրբ Հոգու հետ միասին ասես։ Հոգին ու հարսը կսեն եկուր, ան որ կլսե թող ասե, եկուր, ան որ տարվա թող գա, ան որ կուզե կենա ջուրը ծրի առնել։ Այսինքն հարսը մեկացել է Սուրբ Հոգու հետ եւ ասում է Սուրբ Հոգու գետի կյանքի ջրի մասին, որ խմել է հարսը եւ առաջարկում է կորսված մարդկանց։ Այսօր Տերը քեզ ուզում է Բեթել հասցնի։ Բեթել անցնես։ Բեթել։ Բեթելից հետո նոր Սուրբ Հոգին քեզ կասի. բարձրացու աչքերդ։ Հափշտակությանը ժամն եկել է։ Մինչև չանցավ Հորդանան, աչքերը չբացվավ եւ չտեսավ կառքերը։ Տերը գգա օր, գգա օր։ Իր հարս եկեղեցին հենց ապատրաստելու։ Ես հավատում եմ, հափշտակությունից առաջ բոլոր հափշտակողները օդի մեջ դիտեսնեն Քրիստոսին։ Դիտեսնեն, որտեղ գրքում գրված է, ինչպես տեսակ նրա երկինք երթալը, այնպես էլ պիտի տեսնենք նրա երկինքից գալը։ Ասում է, թե չի ասում։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, արժի նվիրվել Տիրոջը, արժի անցնել ստանցիաներով եւ կանգ չառնել, չբավարարվել, մինչև Հորդանան անցիր եւ կհնչի փողը, կլսես քո ականջով այդ փողը։ Հալելույա Տիրոջ, դա իրականություն է։ Պիտի պատրվի տիեզերքը Աստծո որդին հրեշտակապետի փողով պետք է երկնքից հայտնվի եւ բոլոր մեռելները հարություն պիտի առնեն։ Եթե դու ողջ մնացած ես, մարմինի փոխվի, ձայնը պիտի լսես եւ տեսնես
քո փեսային երկնքով եկած։ Սա հեքիաթ չի, սա հավիտենական ճշմարտություն է։ Արժի սրա համար տարապել, լացել, հալածվել, թուքումուր, նախատինք սոմ ու մերգություն գրել, հասնել հորդանան և հասնել քո Աստծուն։